Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ։ Եվ այս եւ իմ այլ տարբեր հաղորդումների շրջանակում պարբերաբար անդրադարձել եմ մեր վերջին տասնամյակների լավագույն բանաստեղծներից մեկի Ղուկաս Ծիրունյանի գործերին եւ չափազանց ուրախալի է, որ նրա բոլոր գործերը, բոլոր ժողովածուները իմի են բերվել եւ հրատարակվել են մեկ ահա այսպիսի շքեղ գրքով, եւ որի շուրջ այսօր կզրուցենք Ղուկաս Ծիրունյանի որդու լեզվաբան Տիգրան Սիրունյանի հետ, որը կազմել է հայ ժողովածուն, ողջույն Տիգրան։ Ողջույն Արքմենիկ։ Իդեպ ասեմ, այն գաղափարը, որ դու իրականացրել ես, եղել է իմ, չասեմ երազանքներից մեկը, բայց նպատակներից մեկը, որովհետեւ այսպիսի մի ֆենոմենալ բան կա, էլի, մեր վերջին տարիների պոեզիայի պատմության մեջ կամ բանաստեղծներ, որոնք ունեն հաստափոր գրքեր, նույնիսկ հաստափոր ժողովածուներ, եւ կամ բանաստեղծներ, որոնց ժողովածուները սովորաբար բարալիկ, հա, բայց ինչն է հետաքրքիր, որ այդ փոքրիկ ժողովածուները ավելի արժեքավոր են լինում, ավելի ասելիքով եւ ավելի մեծ ազդեցություն թողած մեր պոեզիայի ընթացքի վրա, քան են մյուսները։ Հիմա մի քիչ հումորային հարց էլի, չես վախենում, որ նման հաստափորությունը հակառակ էֆեկտ ունենա։ Դե չէ, իհարկե այդպեսի վախեր չկան, սա ծրագիր էր դեռ 2017-ին, հորս հետ ենք նախաձեռնել, կազմողի կողմից մեջ իդեպ նշել եմ այդ մասին, այսինքն ես իրեն առաջարկեցի, որ երկերի ամբողջական ժողովածուն տպագրենք, ոգևորությամբ ընդունեց, նույնիսկ գործնական քայլ կատարեց, նախավաճառք սկսեց, սա հիշատակել եմ կազմողի կողմիցի տեքստի մեջ, որպեսզի իր մասնակցության լրջությունը ցույց տամ, այսինքն դա ոչ թե ինչ-որ թեթև զրույց էր, այլ ծրագիր էր, որը ցավոք իսատ մնաց 17-ին, ես հետո մտադիր էի սա տպել 70-ամյակի առթիվ, ինչ-ինչ պատճառներով չկարողացա, հիմա 75-ամյակին հաջողվեց, գլուխ բերեցի եւ շատ ուրախ եմ։ Քեզ շնորհակալություն Տիգրան, ասենք կոնկրետ իմ նպատակներից մեկը իրականություն դարձնելու համար, բայց այդուհանդերձ անխուսափելիորեն գալու ենք որոշակի արժեքաբանական գնահատումների, հա։ Ղուկաս Ծիրունյանի որդին ես, երևի տարիներ շարունակ նրա բանաստեղծությունները կարդացել ես հենց այդ աչքով։ Ժողովածուն կազմելիս դիստանցիա եղել է։ Այսինքն ինչ նկատի ունես։ Որոշակի հեռավորություն գնահատանքի առումով, որովհետև տես ինչպես ասել ես, ժողովածուն այս գիրքը, բանաստեղծություններ վերնագրով ըստ ամենայնի ամփոփում է Ղուկաս Ծիրունյանի բոլոր ժողովածուները իրենց ընդգրկած բանաստեղծություններով անխտիր։ Հիմա տես դա նպատակ է, որտեղ գիրքը ընտրանիչ է ամեն դեպքում։ Ընտրանիչ է։ Բայց այսպես այդուհանդերձ այդ շարելու ընթացքում, վերընթերցելու ընթացքում այդ դիստանցիան կար, մի քիչ հեռանալ իր որդին լինելու գաղափարից եւ լինել զուտ բանաստեղծության ընթերցող, որը որոշակի ընտրություններ կաներ։ Հետաքրքիր հարց ես տալիս։ Ես ինչ որ մի փուլում մտածում էի գրելու մասին, բայց ճիշտն ասած դրան անդրադարձել եմ էլի այդ տեքստում։ Մտածեցի այդպես էմոցիաներով զինված տեքստին մոտենալ պետք չէ, էմոցիաները սուբյեկտիվ են, մեծ հաշվով իռացիոնալ են, նպաստ չէի բերելու նրա բանաստեղծությանը, լավագույն դեպքում ինչ որ գեղեցիկ տեքստ լիներ, այն էլ ծառայություն կներ ինքս ինձ։ Դրա համար խնդրեցի Հակոբ Մովսեսին, որպեսզի նա առաջաբան գրի։ Ես ընդհանուր գնահատականներ եմ տվել, սահմանափակվել եմ, այսպես մուտքի խոսք ունեմ, սահմանափակվել եմ այդքանով, երբևէ հուսով եմ կանդրադառնամ, այսպես ավելի 4 շարադրանք եմ պատկերացնում, այս մակարդակ վերլուծել, համակարգի մեջ դնել բանաստեղծությունը, սրա համար քո ասած այդ դիստանցիան է հարկավոր, դեռևս չկա այդ դիստանցիան։ Դա հետաքրքիր մոտեցում է, որտեվ ես ինքս տարբեր տարիների միշտ օրինակ ցանկություն եմ ունեցել հրատարակել Ղուկաս Ծիրունյանի սիրային բանաստեղծությունների ժողովածու, սա ինչու, որտեվ հենց այնպիսի ցանկություն չի, սա որոշակի վերլուծականության վրա հիմնված նաև ցանկություն է, որ մեր անկախության տարիներին մեծ հաշվով մենք սիրային քննարկություն չունեցանք, սիրային բանաստեղծություն չունեցանք,
տարբեր պատճառներով դրանք հիմա չենք վերլուծի, բայց ունեցանք բացառիկ պոետներ, որոնց համար սերը շարունակում էր մնալ բանաստեղծության գլխավոր թեման, անկախ նրանից ինչա կատարվում այս երկրում եւ այս աշխարհում, եւ Ղուկաս Սիրունյանը դրանից մեկն էր։ Կան հարազատ շերտեր այդուհանդերձ Տիգրան Ղուկաս Սիրունյանի բանաստեղծության մեջ, որ քեզ ավելի են սիրելի։ Դե իհարկե, բանաստեղծություններ կան, որոնց ես հաճախ անդրադառնում եմ իրեն այսպես ավելի մոտ տեսնելու զգալու համար դրանք իմ թվերը շարքը շատ սիրում եմ տապանի վրա շատ սիրում եմ բազմաթիվ գործեր կան որոնք սիրում եմ կան գործեր որոնք հատկապես սիրում եմ ինչեւ հաղորդումը զրուցում էինք մենք բոլորս բանաստեղծությունը սա հատկապես հոգեհարազատ է կարծում եմ ինձ ճիշտ ասած նույնիսկ այդ տեքստը կատարել է թվում, այսպես չափազանց չհնչի, հոսող տեքստը։ Ովքեր որ կարդացել են, հաստատ չի։ Եվ նաև այնպեսի ցավ է, որը ինչ որ փուլում մարդուն այդ ցավից բաժին հասնում է, այսինքն համամարտկային խնդիր է եւ հիանալի է մատուցված։ Երևի հետանկախական շրջանը հիմնականում ինձ հոգեհարազատ է, ընդ որում նաև իրեն մի առիթով խոսել է մասին։ Խոստովանել է փաստորեն։ Հա, մի առիթով մի հարցազրույցում ասել է, որ ես ինձ որպես բանաստեղծ գտա անկախության շրջանում։ Ասում եմ իհարկե խաչ չեմ քաշում նախորդ շրջանի վրա, բայց անկախության շրջանում գրված գործերն եմ համարում իմ ձեռքբերումը։ Այդ խորհրդային շրջանում մի քիչ երևի նաև ժամանակի Դες եթե ես վերլուծեմ օրինակ առաջին գիրքերիկում բարի դարձիր առավոտը որոշակի մենք որոշ շրջան մտների մենք եղել Ղուկաս Սիրունյանի հետ եւ մենք էլ խոսել ենք այդ հարցերի մասին եւ որոշակի դիրքավորում կար այդուհանդերձ պոզա կար հա որտեվ դժվար էր գիրք հրատարակել խորհրդային շրջանում անավանդ իրենց սերնդի համար եւ նախորդ սերնդի համար էլ եւ թեկուզ բարալիկ ինչ-որ փոքրիկ ժողովածուի տեր լինելու համար որոշակի դիրքավորումներ պետք էին գաղափարական եւ դրանից ոչ մեկ չի խուսափել, ոչ մեկ չի շրջանցել այդ երևույթը եւ անկախության շրջանը իսկապես անկեղծանալու նաեւ շրջաններ, հա, բանաստեղծների եւ իդեպ մեր բազմաթիվ բանաստեղծներ իրենց գտան հենց անկախության շրջանում, որտեվ անկաշկանդ այնուամենայնիվ ինքնադրսևորվեցին։ Ես հարցս որ տալիս էի հատույթների կոնկրետ ժողովածուներ նկատի չունեի, որտեվ տես այդ նույն թվեր շարքը, իմ թվերը շարքը որ նշեցիր, ես ինքս փոքրիկ գրախոսություն գրել եմ ժամանակին, կարծեմ հրապարակ թերթում տպագրեց, որտեվ շատ տպավորված էի այդ շարքում, նաև իմ գրքում եմ դրել, բայց տես հետաքրքիր բան է, երբ որ փորձում էի գրել Ղուկաս Սիրունյանի իմ ամենասիրած բանաստեղծության հատույթի մասին, սիրելիության մի քիչ դժվար էր ինձ գրել այդ տրվում, շատ սիրել եւ դժվար գրել։ Հարցս էս մի քիչ թեմատիկ հատույթի մասին էլի, որտեվ որպես օրինակ մենք բոլորս շատ փիլիսոփայական է, շատ խորքային բանաստեղծություն է եւ իսկապես մոտ է կատարյալին, բայց մի բան ասեմ էլի, այն հնարքները, որոնցով ես ինքս որպես գրականություն տարածողա, քարոզիչ երբեմն փորձել եմ Ղուկաս Սիրունյանի պոեզիան սիրելի դարձնել այլոց համար, որոնք քիչ են հարաբերվում պոեզիային, առավել եւս Ղուկաս Սիրունյանի, այդ խայծը եղել են սիրային բանաստեղծությունները։ Դու որպես մարդ, որը ես սիրվել է ժամանակին, ինչ են տվել քեզ Ղուկասի բանաստեղծությունները, սիրայինները։ Հատկապես սիրայինները։ Հատկապես։ Ինձ օրինակ շատ են օգնել, ես ասեմ, քեզ հատկապես երկուսը, պարզապեսը, որտեվ այդ հարաբերումի մեջ այդ գլխավոր ճշմարտությունը պետք է իմանալ, որ պարզապես դու կին ես, պարզապես քաղցում եմ ես քեզ։ Օրինակ էլի։ Եվ նաև զոհը տնտիր եւ այո։ Չի ուզենա առանձնացնել հատկապես սիրայինը, ընդհանուր բանաստեղծությունը իմ այսպես միշտ ներկա եղել իմ կյանքում։ Ես աչքս բացել եմ իրեն գիտեմ որպես բանաստեղծ։ Եվ իրեն միշտ կարդացել ես։ Դե իհարկե միշտ կարդացել եմ։ Միշտ ներկա եղել եւ աշխարհաճանաչողության այն իմ առաջին գործիքներից է եղել։ Ես առաջին
գրքերից է, որ ես ընթերցել եմ ընդհանրապես, հեքիաթներից սկսած, մանկական ին վրա հատկապես հետք են տողել իդեպ նրա մանկական գործերը, շատ սիրում էի, հիշում քրոջս խնդրում էի, որ դեռ կարդալ չգիտեի, ինչ-որ գործեր կան, որոնք հատկապես սիրելի էին, խնդրում էի, պնդում էի, որպեսզի կարդա, այսինքն միշտ ուղեկցել էին եւ այդպես չեմ կարող առանձնացնել, ինչ-որ բաներ իհարկե բնականաբար քաղել եմ աշխարհայացքից ձևավորման վրա եմ բնականաբար ազդել դրանք, հիմա կնոջ ընկալման վրա էլ գուցե ազդել են, ես չեմ վերլուծել, գուցե ազդել են, այդպես հատկապես որ ինչ-որ շերտի ընդհանուր ներկայություն եմ կյանքում։ Ես ասեմ, որ իր մանկական գրքերով ես եմ տպավորված եղել եւ իմ առաջին գրքերից մեկը նաեւ իր գրքերն են եղել, այդ շրջանում շատ լավ մանկագրություն կար, որ Ծիծեռնակում աղբյուրում տպագրվում էր նաեւ գրքերով եւ ես դրանց հետ հարաբերվել եմ։ Դիտեն նաեւ շատ է շփվում մարդկանց հետ, գիտես, մեր հասարակության հիմիկվա շրջանի այդ բարոյաքեբանական վիճակը, հա, սերը կամ ատելությունը բանաստեղծության հանդեպ եւ այլն, երբ որ նախաձեռնում է իր գիրքը հրատարակելը, սա արդյոք լոկ տուրք էր, հա, Ղուկաս Ծիրունյանի իշատակին կամ նրա ստեղծագործության արժևորմանը, արդյոք մտածել ես պետք է այս սքանչելի գիրքը մեր հասարակության եւ ինչ է տալու։ Երկուսն էլ եղել են, այսինքն եւ տուրք է եղել, եւ պարտքեր, որ վերադարձրի եւ նաեւ չէ իսկապես նախաձեռնի, եթե մտածեի, որ արժանի չէ մեր ազգի հիշողության մեջ լինելու այս բանաստեղծը։ Չեմ նույնիսկ մտածում եմ, որ դրանով լավություն չես անում։ Եթե մարդը իսկապես բանաստեղծ չէ, պետք չի նրան առաջ մղել, բայց ինքը այդպիսի խնդիր չունի, այսինքն եւ տուրքեր եւ այդ համոզումով արված գործեր։ Իսկ հասարակությունը պատրաստ է այսօր այս տեսակ բանաստեղծության, այս ասելիքին, այս սիրունությանը։ Ես անկեղծ ասած քեզնից չեմ թաքցնի եւ երբեմն Խոստովանեմ հիմա մեր ռադիոլսողներն կլսեն, երբեմն եղել են եթերներ, որոնց ժամանակ ես ուղղակի ի վիճակի չեմ եղել խոսել։ Որտեվ մտածում ես ում եմ ասում, ինչ եմ ասում, ինչ եմ հենց այս բանաստեղծությունը տալիս եւ այլն։ Դե մեր մտքում միշտ են գանգրահերթ տղան կա, չէ՞, նրան հասցեագրում ենք նրան։ Ինձ ճիշտ ասած շատ դա որ ասեմ հուզում է կկարդան եւ այլն։ Ես գիտեմ որ արժեք է։ Ես գիտեմ որ այդ հանդիպումը լինելու է, այսինքն ընթերցող, որը գալելու է, սիրելու է, գիտեմ այդ հանդիպումը լինելու է։ Երբ կլինի, հաճախ կլինի, սրանք ճիշտ ասած ինձ չեն հուզում։ Վստահ եմ որ կլինի պարզապես։ Դիգրան գանք մի քիչ մասնագիտական այսպես հատույթի սա եւս մեկ անգամ ֆիքսենք, որ այստեղ Ղուկաս Ծիրունյանի բոլոր բանաստեղծական ժողովածուներն են։ Բայց գաղտնիք չի, որ բանաստեղծները տարիների ընթացքում աշխատում են իրենց բանաստեղծությունների վրա, փոխում են ինչ-որ բաներ, ես դրան բախվեցի օրինակ Հրաչյա Սարուխանի գիրքը կազմելիս, երբ որ էլի նույն նպատակն էր, հա, հետապնդված, որ բոլոր ժողովածուները միատեղվեն, բայց պարզվեց օրինակ առաջին գրքից ինչ-որ մի բանաստեղծություն հետագայում էլի հրատարակել է, ինչ-որ բաներ է փոփոխել եւ այլն եւ այլն։ Արդյոք բախվել ես նման խնդիրների եւ ինչպես ես լուծել դրանք։ Այո, իհարկե, բանաստեղծություններ կան, որոնք կրկնվում են, տարբեր ժողովածուներում, ինչպես եմ լուծել։ Մոտ 2 տասնյակից ավելի բանաստեղծություն կրկնված է իմ թվերում։ Իմի է բերել։ Տարբեր տեղեր ծրված էին, եկան այդտեղ հավաքվեցին։ Ես պահել եմ այդ սկզբունքը, այսինքն որպեսզի չվնասեմ այդ մտահղացմանը, իմ թվերը ամբողջական են, բայց դրանից բնականաբար նախորդ ժողովածուները տուժել են։ Դե ուրիշ ելք չկար։ Իսկ այլ գործեր կրկնվող դուրս եմ թողել վերահրատարակվածները։ Միայն իմ թվերի դեպքում պահել եմ ամբողջականը, մտածելով, որ սա մտահղացում է եւ պետք է այսպես ամբողջապես պահվի, մատուցվի ամբողջապես։ Սա է եղել։ Նշեմ նաեւ, որ որոշ տեքստային աշխատանք եմ կատարել։ Ինչու, որովհետեւ հայրս ինքը չէր մուտքագրում տեքստերը։ Ձեռագիր էր, չէ՞։ Ձեռագիր էր եւ այդ մուտքագրողի հավանական վրիպակները կրկնել, կայունացնել այդ կրկնելով իհարկե չի ուզում։ Համատել եմ ինձ հասանելի ձեռագրերի հետ, համատել եմ գրական մամուլում տված գործերի հետ, գրական թերթ, գարուն եւ նոր հանդես,
եւ տարբերությունները ծանոթագրելը։ Այսինքն նաեւ այդ տեսակ մի ուրիշ խնդիր է, որ կուզեի անդրադառնալ, ուրեմն տողադրության հարցն է։ Այստեղ որոշ երկու ժողովածու կա, որտեղ տողատումը այնպես է արված, տողասկիզբ է բերված, այսինքն տողատված մասը բերված է տողասկիզբ եւ դժվարացել է իջադրողների մեղքն ասեմ, այն ժամանակ դեռ տեխնիկան զարգացած չէր, հա։ Չես հասկանում, այսինքն սա մի միավոր է, երկու միավոր է, առանձին տողեր են թե ոչ։ Այս դեպքում էլի ինձ կողմնորոշել է հաճախ գրական մամուլը եւ նաեւ վերջի ժողովածուի դեպքում ձեռքից տակ կար նախնական շարվածք համակարգչային, սա էլ է կողմնորոշել։ Այսպիսի խնդիրներ ծագել են, փորձել եմ հնարավորինս զերծ այդ վրիպակներից եւ այլնից հնարավորինս զերծ տեքստ հրատարակել։ Շատ լավ, Տիգրան, եւ մի հարց էլ, որը վերաբերում է արդեն արժևորումին մեկ այլ հատույթում։ Դու ինքդ որպես ընթերցող եւ գրականություն սիրող գնահատող գոհ ես այն արժևորման ձևից, որ առ այսօր կա Ղուկաս Սիրունյանի պոեզիայի հանդեպ։ Մենք մի հատ շաբլոն նախադասություն ունենք, որ ասում ենք պարտք ունենք Թումոյանի հանդեպ, հետո ասում ենք պարտք ունենք Չարենցի հանդեպ, հետո Տերյանի հանդեպ եւ այլն եւ այլն։ Այդ առումով արի այդ նախադասությունը չօգտագործենք պարտք ունենք Ղուկաս Սիրունյանի հանդեպ, բայց արդյոք ըստ քեզ հավուր պատշաճի արժևորված է Ղուկաս Սիրունյանի պոեզիան մեր իրականության մեջ։ Որևէ պոետի մեր պոետներից որևէ մեկի մասին նույնիսկ դժվար է ասել, որ հավուր պատշաճի արժե։ Նույնիսկ Եվ դա որն է, էլի, ասենք։ Բայց դու օրինակ խոսում ես հաճախ, դա արժևոր։ Դա արժևորման ձև է։ Իհարկե, դա շատ կարևոր է։ Ես կարծում եմ, որ սիրված է եւ ընդունված է եւ իհարկե պետք է ճանաչման լայնել, այնպես չէ որ դրանով պիտի սահմանափակվել։ Այսպես է նաև ընդլայնվում, այս քննարկումներով նորից առաջարկելով, չգիտեմ, մատուցման ձևը փոխելով եւ այլն, սա ես այսպես եմ պատկերացնում, անverջ մատուցել, չգիտեմ, Facebook-յան հարթակներում եւ այլն եւ այլն։ Դե Facebook-յան էջը վարում եք։ Վարում եմ, այո, Facebook-յան էջն եմ վարում նաեւ։ Իդեպ կուզեի նաև անդրադառնալ առաջաբանին, շատ կարևորում եմ, ինչու, որովհետև այստեղ իսկապես ձևակերպումներ կան, որ իմ կարծիքով շատ կարևոր են ճանաչելու համար Ղուկաս Սիրունյանի բանաստեղծությունը քո թույլտվությամբ երկուսը կարդամ։ Առանցքը արտաքին զգացմունքային հորդությունները չեն, այլ մեզ դեպի ներս տանող եւ մեզ մեր մեջի ներքին մարդուն մղող ապրումները։ Մեզ զանազան բանաստեղծական արտահայտչականություններով ցնցելը չէ, այլ վերապրումային սարսուռների մատնելը։ Սա կարծում եմ շատ ճշգրիտ ձևակերպում է եւ Հակոբ Մովսեսի ունի։ Հա, նաեւ պատկերայնության մասին մի տողել, այս ամենն այնքան համահունչ են իր լեզվին, որ երբեմն թվում է թե մեր հայոցը Ղուկաս Սիրունյաներեն է գրում, ամենաջրաներկային, ամենամատիտանկարային, ամենագծանկարային այս բանաստեղծությունների մեջ այն հասած է իր նրբագծերից ու երանգներից մեկին։ Ֆանտաստիկ։ Եվ ընդ որում նման ձևակերպումներ, երբ որ կարդում ենք, պետք է վերցնենք Ղուկասի լավագույն բանաստեղծությունները, որտեղ այդ տեսակ ձևակերպումները վերաբերում են իր լավագույն բանաստեղծություններին, այնպես չլինի, որ հանկարծ բացեն, չգիտեմ, առաջին գրքից բան ինչ-որ բանաստեղծություններ գտնեն եւ ասեն չափազանցել ենք։ Տիգրան, ես մի անգամ խոսում էի Ղուկասի հետ, ասաց, որ իր որոշ արձակ գործեր պատմվածներ բաներ ունի, ասաց այնտեղ էլ շատ ուժեղ գործեր կան, հա, թեպետ ինքը նախ եւ առաջ բանաստեղծ է, իմ ընկալմամբ էլ, բայց ինքը իր արձակն էր բավական բարձր գնահատում, արձակի վերաբերյալ ինչ կարծիք ունես եւ արդյոք սպասենք նմանատիպ ամփոփումների նաեւ արձակի առումով։ Իդեպ այստեղ արձակ պատումներ են կան, ինքը ժողովածուում է գրել է։ Ինքը բանաստեղծները ժողովածուներ էլ դնում, Պիղատոսի արցունքներում բաներում կան, հա, դրանք քիչ ուրիշ ժանրի գործեր են, հա։ Բանաստեղծություն հիշեցնում, բայց ընդհանրապես նրա արձակ գործերը, պատմվածքները շատ չեն հեռանում բանաստեղծություն։ Հա, այդպես էլի այդ լեզվի այն այսպես կարելի ասել, որ բանաստեղծական լեզուն պահպանվել է, այն պատկերային բանաստեղծի արձական են, բանաստեղծի արձակը, հա, այդպեսին է կարելի ասել։ Բայց այս գրքի վերադառնալով էլի առաջաբանին կարևորում եմ այս
մեկնաբանությունները, որովհետև մեծ հաշվով սա վերահրատարակությունը բովանդակային նորություն չունի, բայց մեկնաբանությունները նոր են եւ համարում եմ այս ժողովածուի արժանինքներից մեկը ներողություն եւ ճշգրիտ են իմ կարծիքով, որովհետեւ ես սա այսպես ասեմ իմ ընկալմամբ սա այսպես էմոցիաներ սադրող, էմոցիաներ կորզող պոեզիա չէ, բառեր ցուցադրող պոեզիա չէ։ Իհարկե, ով լսել է գիտի։ Հա։ Նա իր բնորոշումը կրկնեմ, ասում է ես հոգևոր փաստագրողն եմ կյանքի, իդեպ վավերագրող ներողություն, չնայած այս վավերագրող բառը այդքան համաձայն չեմ, որովհետև վավերագրումը երևի ինչ-որ դիստանցիա է պահանջում իրերից, իսկ իր դեպքում իմ տպավորությամբ այսպես բանաստեղծություն եւ կյանքը շատ կապված են իրար, այսինքն հաղորդակցության միջոցն է իր ապրելու կերպն է եւ իմ մեջ ես այսպես եմ ձևակերպել, որ նա այսպես բնականորեն բանաստեղծ է, բնությամբ բանաստեղծ է, այսինքն բանաստեղծ լինելը նրա բնական վիճակն է, սա ընտրություն չի եղել իր բարագայում, ընտրության մեջ ինչ-որ պարտադրանքի տար կա, սա ուղղակի այդպես պիտի լիներ, այլ ձև չէր կարող լինել, այսպես։ Ավելի լավ չէի ձևակերպի, շնորհակալություն Տիգրան եւ այս ժողովածուն կազմելու, մեր սեղանին դնելու համար եւ ես քեզ վստահեցնում եմ, որ նրանք ովքեր սիրում են Ղուկաս Ծիրունյանի պոեզիան, քեզ կփառաբանեն։ Ինձ կարիք չկա դա չանելու, քեզ իսկապես շնորհակալ եմ այս հնարավորության համար եւ որ հաճախ հիշում ես գործերս կարդում, ընթերցում, մեկնաբանում եւ այլն, դա շատ կարեւոր է։ Այո, շնորհակալ եմ Տիգրան։ Շնորհակալություն։ Սիրելի ռադիո լսողներ, վերջում գիտեք պետք է հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի լեզվաբան Տիգրան Ծիրունյանի հետ, մեր զրույցի թեման նրա հոր բանաստեղծ Ղուկաս Ծիրունյանի բանաստեղծություններ, ստվարածավալ հատորներ, լավ եղեք։